Так, բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մենք հյուրընկալել ենք Արմեն Ալեքսանյանին, մենք կփորձենք հասկանալ ինչու է նա ընտրել պայքարի ճանապարհը եւ ինչ գին է վճարում դրա համար։ Ողջույն Արմեն ջան։ Բարև Էդգար ջան, բարև։ Արմեն ջան, վերջ ուզում ենք իմանանք, քեզ ինչի համար էին կալանավորել, ձվածեղի համար, թե ուրիշ բանի համար, ինչքան նստեցիր դու եւ հիմա ինչ իրավական կարգավիճակում ես, էլի դու գտնվում։ Ինձ ձերբակալեցին հուլիսի 25-ին, անունը պայքարի անունը դրեցին բանը ձերբակալության հոդվածների մեջը թղթաբանության մեջ գրել էին ձվածեղ։ Հա, թե չգիտեմ ինչի համար են абսուրդային բան գրել ձվածեղ, բայց ինչ էր չեմ անում։ 5 ամիս բերդում եմ անցկացրել։ 5 ամիս։ 3 ամիս էլ տնային կալանք։ Հա, անցավ, չէ, տնային կալանքը անցել է արդեն։ Հիմա վարչական եմ, դուրսն եմ, շաբաթական 2 անգամ ստորագրություն, մեկ է երկրից չբացակայել։ Հիմքը ինչ են դրել, երևի թե կարելի ասել դեմնել Էշմիածի ընտրություններ էր։ Հա։ Այդ ժամանակ է նոյեմբերի 16-ին էլ ընտրություններ էր դեմը։ Ես կարող եմ ասեմ, որ շատը դրա համար ձերբակալեցին։ Ես իրանց մի հատ մեծ խանգարող ուժ էի, որովհետև դու ես լավ տենում Էդգար ջան, ես ինձանից բաներ չեմ հորինում, չեմ ցույց տալի, այն որ ասում են իրանք սենց են անում, ես 5 րոպե ասում դուք սխալ եք արել, հեսա ձեր արածը տեսեք։ Ասֆալտ եք անում, ձեր ասֆալտը 5 րոպե փոխվում է։ Արմեն ջան, միջև հələ ասֆալտին անցնելը մի երկու բառով, որ ասենք քեզ հանդիսատեսը լավ ճանաչի, էլի, ասենք դու որտեղ ես ծնվել, որտեղ ես ապրում, քո ընտանիքից, էլի, դու ամուսնացած ես, երեխա ունես։ Էշմիածին ծնվել եմ, Էշմիածին ապրում եմ, ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա։ Հա, դու բազմազավակ փաստորեն ծնող ես, հայր ես։ Միտեղ էլ բախտավոր 3 աղջիկ։ Աղջիկները ինչ էին ասում, չէին ասում, պապա ես խես, ցենց բաներ նկարում, քաղաքականչնով զբաղվում։ Այն փուչը տարի ու 10-ական է, չի հասկանում, դե իսկ են երկուսը դե պետք է հարմարվեն էտա, իրանց համար են պայքարում։ Իմ երեխեքի ու բոլոր երեխաների համար են պայքարում։ Մայրել ունեմ, հայրել ունեմ, ողջեն, ունեմ 3 եղբայրներ մեծ, երկուսը հայկական ընտանիք։ Երկուսը Ռուսաստանի Դաշնությունում են, մեկը ստեղ Հայաստանում է։ Աստված պահապան, երեխեքին, ծնողներին առողջություն, բոլոր երեխեքին։ Արմեն ջան, ու այդ ժամանակ որ քեզ բռնեցին, տարան, վախ կար, թե պարզապես անարդարության զգացում էր, ինչ էր մոտը։ Ճիշտ ասած, սպասում էի այդ դրան, այդ կալանքին, որովհետև արդեն իմ ձայնը լսելի էր հանրությանը, ճիշտ է միտեղ մի քիչ հումորային էր, բայց իրականությանը համապատասխանում էր ու այդ հալով հանրության մեջ շարք ինձ շատ էր լսում, իրանց հարցերով էլ իրանց պրոբլեմներով էլ էին դիմում, զանգում, իրանց հարցերին ընթացք էի տալի, դիմում էի, ամեն ձև օգնում էի, օգտակար է լինում, ու պլյուս քաղաքականության մեջ էլ արդեն լսելի էի դառել, ակտիվ մասա կար, որ լսում էր այդ խոսքս, ձայնը ինչ բարձրացնում էի, իրականություն էի ասում, սուտ բան չէի ասում, ես սպասում էի այդ կալանքին, ճիշտ ասած, այս մարդիկ հիմա անկեղծ ով որ խոսում է, եթե ռեալ բան ասում, իրականությանը համապատասխանում է, փորձում են լրացնել, խոսած, բայց դե չես կարած։ Իսկ Արմեն ջան, հայտ պահով էլի, ասենք որ շատերն ասում են գլուխդ կախ ապրիր, ոչ մի բան մի ասա, իսկ դու նորից էլի այդ փոստերի հարցն ես բարձրացնում, ինչն է քեզ խանգարում որ լուր մնաս, էլի, ասես դե լավ, դեք չորդ ու անկեղծ ասած չեմ կարա։ Սուտ կլինի, որ ասեմ սուս մնամ։ Իմ մեջ է, որովհետև չի լինի այդպես բան, որ սուս մնամ, էլի, որովհետև տեսել եմ այդ ամեն ինչը, ոնց կարամ ես սուս մնամ, այսօր իմ քաղաքը այդ իրավիճակը չէ, իմ Հայաստանը այդ իրավիճակում չի հայտնվել, որ ես սուս մնայի, կորցրել ենք ամեն ինչ, կամաց ամեն ինչ։ Փողոցում արդիկ մոտենում են, ինչ են ասում քեզ, աջակցում են, թե ավելի շատ վախենում են քեզ հետ խոսել, ասում են լավ, գործ չունենանք։
Չէ, Էդգար ջան, հավատա շատ է դեպքերը։ Հիմա ավելի շատ մարդիկ հավատում են իմ ասածներին, որովհետև ասում է, եթե քո ձայնը լսելի չներ, քեզի չէին ձերբակալի, դու ուրեմն շատ կարևոր մարկանցից ես, որ իրանք այս քայլին գնացին, քեզի տարան ինչ անունը դրին ծվածեղ, եսին terrorist են ասում, հիմա էլ ասեն բանը, ձվածեղով terrorist էլի։ Այս դրանց չես փորձել ձվածեղելի սարքես բան անես հումորի բանով։ Չէ, այդպես բանով չեմ սարքել, ցույց տալու համար, որ նայեք ես ձվածեղով բան, բայց ամեն անգամ ես ձվածեղ եմ ուզում, թե հիշում եմ այդ պատմությունը, ասում կարող եմ։ Բայց հավատա որ մարդիկ գալիս են, արդեն խոսքի հարցնում են, ոնց կարելի անել, Արմեն ջան, ինչ կարելի անել, արդեն քեզի հավատում ենք, մենք չենք կարող ասենք ում է թանկ ընտրենք, ում զգում ենք, որ այս իրավիճակը արդեն օրասական է, էլի։ Ինչ այլոց, որ դու այդ փոսերի պահով ասում ես, արձագանքը լնում է, իրանք տենց ուշադրություն դարձնում են, թե հույս կա, որ ոչ թե արձագանքում են, այս պասուն դուսը բասի ոնց շուտ կան, որ էդի սարքեմ, վերջացնեն։ Ու հետո քեզ զանգեն ասեն լսել են, կարի պրինյաչ արա գործը։ Չէ, չեն ասում լսել են, քաղաքացիները զանգում են, ասում են Արմեն ջան, շնորհակալություն, հետա եկան, սարքեցին։ Ես վերջերս էլի ջրի խնդիր կար, մեծ հսկայական, մարդիկ հաջորդ օրը գնացին, եկա 5-6 մետրանոց տրուբ են փոխեցին, ջուրը սարքեցին, քաղաքացիներն զանգում են, ասում են շատ շնորհակալ են, գոնե մի մտածող կա այս երկրի մասին, այս քաղաքի մասին, որ դիմենք, հարցնենք, ասենք ոնց կարելի անել, ոնց չի կարելի անել։ Էդգար ջան, գիտեք ոնց է հիմա դառը։ Մարդիկ գնում են, դիմում են, ասում են վերանորոգեք կամ սարքեք կամ էս արեք, չեն անում։ Երբ որ բարձրացնում ես հրապարակային ասում ես, միտեղ էլ խայտարակ ես անում, նոր իրանք ոնց որ ասած կպտում ես ոնց որ իրանք մտածեն, որ իրանք կպան, կան այդքան շուտ վերջացնենք, մարդիկ էլի բան չանեն, բայց չէ որ մարդ եկել է, ասել է որ սարքեք, հիմա քանդվել է, հիմա ո՞նց կլինի էսի։ Բարձրացնելուց հետո են այդում սարքում, ախր մարդիկ եկել են դիմել են, գնացեք սարքեք, որ մեզի հաճելի չի մենք որ գանք բարձրացնենք, այնպես չի որ հաճելի է, բայց որ չեք այդում սարքեք, ուզածուց բարձրացնում ենք։ Ես իմ խնդիրը կարճ կոնկրետ, ես ասում եմ, տեսա բարձրացնել եմ, ինչը ձեր հետ կապված է։ Բարի ելեք, վաղտին հելեք, արեք 8 տարի թմրասը խապելեք, այս քաղաքը չէր, որ սենց բռնիկ ավիրիկ թողիկ, հիմա ինչ տեսա անելու եմ։ Բարձրացնելու եմ, հիմա պլյուս քաղաքին էլ 9 գյուղ էլ միացել են Էդգար ջան։ Ավելի է խոշորացվել, յանի իմ քաղաքը շատ էին կարում պահեն, միացել հիմա 9 գյուղ պետք է պահեն։ Էդի աբսուրդային բաներ էլի։ Երևի 9 գյուղը պրոստը մցրեցին քաղաքի մեջ կպցրին սարքին խոշորացված, որ իրանք կարանան գոնե այս ընտրությանը անցնեն, էլի։ Ուրիշ ձև չկա։ Իսկ այսօրվա քաղաքական այս իրավիճակում ում ես աջակցում, ում ես պատրաստում տալ քո ձայնը։ Ես օրինակ այս իրավիճակում քաղաքական Էդգար ջան, Գագիկ Ծառուկյանին եմ աջակցում։ Իսկ դու իր թմից ես, թե պրոստը աջակցում ես։ Չէ, իր թմից չեմ, իր կուսակցական անդամ չեմ, պրոստը իր արած գործերը, իր դրած գործերը ես ընդունում եմ, անում եմ, հարգում եմ, աջակցում եմ նրա համար, որովհետև մարդը միջև Էդգար ջան, միջև ընտրությունը վեր շրջել եմ քաղաքները, սաղտեղ քաղաքներով շրջում եմ, ասում են մարդիկ ջուղարգյուղ, որ այս մարդը միջև ընտրություն էլ արել է, ամեն ինչ էլ արել է, մենք պատրաստ ենք իրան, ես էլ լսելով ժողովրդի ձայնը, ես էլ որպես ժողովրդի սիրած կողմից մարդ, ես էլ եմ աջակցում իրան եւ ժողովրդին փորձում եմ որ ասեմ, որ ընտրում են Գագիկ Ծառուկյանին, աջակցում են Գագիկ Ծառուկյանին, իր արածը, իր ամեն ինչը, ես կարամ այն որ ասում է ապացույցներով էլ ցույց տամ, թե ինչ արել, մանավանդ սպորտի հանդեպ, գյուղատնտեսության հանդեպ, ամեն ինչի հանդեպ արել է մարդը, որ ասենք չի արել, սուտ կլինի էլի, բայց արել է մարդը, որ
սուտ կլիվ ասենք Գագիկ Տարոկյանը բան չարե ու իրան աջակցենք, անհնարին բան է, մարդը ամեն ինչ էլ արել է, թե խաղաղագործությամբ զավոդներում իր աջակցությունն է ցույցել, մարդիկ չեն կարացել հանձնեն ինքը արել է, ես էլ որպես, պրոստը ես ու Գագիկ Ծառուկյանը որպես խոսքի ժողովրդի սիրված մարդ, այսպես ասեմ, պրոստը լուծումները ինքը կարող է տա, ես չեմ կարող էլ այդ բանով։ Ես բարձրաձայնում եմ ինքը թող լուծումները տա։ Եվ օրինակ կարողանար ինչ-որ մի բան փոխել, որ մեր առօրյայում լավ լիներ, մարդիկ լավ ապրեին, ինչ կփոխեր, որպեսզի սովորական քաղաքացին լավ լիներ, ինչ առաջներթին ինչա պետք անել էս մեր։ Առաջներթին այս հարկուտուրքը ժողովրդի վրից թեթևացնեն, Էդգար ջան, շատ ահավոր ձևի հարկուտուրքեր են իրանց վրա։ Ու գնալու ավելանում է, չէ՞։ Ու շատ ծառաբեռնված են իրանք ապրում։ Նայեք, թոշակ են բարձրացել 10,000 դրամ թոշակառուների վրա, բայց նա գինը տենակ, ահավոր ձև է գինը։ Աբսուրդային գներ է։ Մի հատ չես պատկերացնի։ Մենք էլ լավ երիտասարդ ենք, ջահել ենք, կաշխատենք, գոնե միտեղ հարց կա։ Ախր բացի այս գինն էլ միտեղ էլ պետքա ոչ թե մենակ էս ջերմոցները գյուղերում, որ համայնքը միացել են գյուղերին, ջերմոցները բերել են մցրել են համայնքի մեջ, հարկ են արդեն ուզում գյուղացիքից։ Մենակ Խոյ համայնքը, որը որ Էշմիածնի խոշորացված համայնքն է, խոսքի կողի գյուղ, կողի արած խոշորացված համայնքում չկա նման բան, բայց Խոյ համայնքում կա այդ բանը։ Հասարակ անապահով ընտանիքներ, վաղ անապահով ընտանիքներ Էշմիածնում, օրինակ Էշմիածնի գրով բերեմ, ձմեռը ցախով, ամեն ինչով ապահովում էին, ուսանողների հարցերը լուծվում էր, քաղաքապետ կար, որ հարցերի լուծում կար, բան կար, սենց հարցեր կա էլի, Էդգար ջան, լիքը, բայց հիմա գլոբալ սաղ քաղաքներում ատեն, սաղ բանում ատեն, մարզերում ատեն, մենակ մեր Էշմիածնում չի, որ ասեմ մենակ մեր Էշմիածնովը հարցը գլուծվի, ու պլյուս Արցախի ժողովուրդն էլ եկել են, վաբշիա ծանրաբերնուր ամեն ինչ էլ, իրանք էլ Արցախի ժողովրդի հանդեպ չեմ անում խենսենց ագրեսիվ տրամադրված, հասարակ մի հատ թուղթը որ պետքա տան, շաբաթներ ա տևում, ամիսներ ա տևում, տարիներ ա տևում, այլը թողել է այդ Արցախցին իրանց համար ձեն տար ընտրեր, հետի իրանց համար շուտ բան կանեին, այդ թուղթը կտային, ինչավոր էթար մասնակցեր իր ընտրությանը, այդ ա խնդիրը, լուծում, պրոբլեմները շատ է, ինչ որ մարդիկ դուրս են նստած ասում են Հայաստանում պրոբլեմներ չկա, պրոբլեմներ կա, պրոստը ինչքան բարձրաձայն ես ասես, այդքան բան ա լինում, էլի։ Դե հույսով եք այս ընտրություններով գոնե մենակ պրոբլեմն եք ասում, բա արածը ասեք, ասում արածը ինչ ասեմ ասում են, արածին ոչի բան չկա, էլի։ Լավ Արմեն ջան, լավ եղի, հույսով եմ սենց ուրախ է ծանոթանալու համար, հույսով եմ սենց ընթացքում էլի մենք կզրուցենք, կշփվենք, էլի սենց հարցեր կբարձրացնենք։ Անպայման Էդգար ջան։